Պարոն Հովհաննիսյան, 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, որ Հայաստանի մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը գերազանցում է Վրաստանի հնային մեկ շնչին ընկնող։ Հիշում եք վրացական արձագանքը, այն բորժոմի պիլա, ու нас տոլմա, բայց ամեն դեպքում ես ինքս մտա եւ ստուգեցի այդ տվյալներն իրոք 19 թվականին մեկ շնչին ընկնող հնան Հայաստանում ավելի բարձր, քան թե Վրաստանում։ Հոկտեմբեր ամսին Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է նույն տվյալները, Հայաստան 8970, մեկ շնչին ընկնող, Վրաստան 10130 $։ Այս ինչ եղավ, որ մենք սենց հրաշալի տնտեսական աճեր ենք արձագանքում, բայց 19 թվականի համեմատ այս իրավիճակը փոխվեց։ Դա առաջի հարց։ Երկրորդը պարտքի վերաբերյալ։ Եթե փորձենք մեր տնտեսական աճից զտենք պարտքը, այսինքն ինչքան կլիներ մեր տնտեսական աճը 5 տարվա կտրվածքով, եթե մենք պահեինք նույն պարտքի մակարդակը, ինչ որ կար 18 թվականին, կարծեմ, դենց մի քիչ ավելի բարդ, բայց ավելի ազնիվ ֆինանսա։ Իդեպ, պարոն Գաբրելյան, եթե ուզում եք իմ պարտքը փակեք, հիպոթեկս փակեք։ Երրորդ հարցը։ Դեռ 17 թվականին մենք իրար հետ հիշում եք մի անգամ հանդիպեցինք պատահական հրապարակի վրա, ելք դաշինքի ձեր տնտեսական ծրագրից էինք խոսում, դուք 17 թվականին առաջարկում եք համընդհանուր բազային եկամուտի գաղափար։ Ես լիահույս եմ, որ 26 թվականին դահլիճի այս հատվածը կփոփոխվի, դա համար հիմա եմ այս հարցը տալի։ Վերջը վերջո, ձեր այդ խոստումը համընդհանուր բազային եկամուտ ներմուծելու երբեք իրականացնելու։